Մայրենի, 4-րդ դասարան, դաս 34։ Վիկտոր Դրագունսկի, մանկության ընկերը։ Երբ ես 6-6.5 տարեկան էի, բոլորովին չգիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ։ Իմ շրջապատի բոլոր մարդիկ ինձ շատ դուր էին գալիս, և բոլոր աշխատանքները նույնպես։ Այդ ժամանակ իմ գլխում մի իսկական խառնաշփոթ էր, ոչ մի կերպ չէի կարողանում որոշել, թե ի վերջո ինչից սկսեմ։ Մեկ ուզում էի աստղագետ դառնալ, որ գիշերները չքնեմ ու հեռադիտակով նայեմ աստղերին։ Մեկ երազում էի հեռավոր նավարկության նավապետ դառնալ, գնալ Սինգապուր ու մի զվարճալի կապիկ գնել ինձ համար։ Մեկ էլ մահու չափ ուզում էի մետրոյի մեքենավար դառնալ, կամ էլ կայարանի պետ, և կարմիր գլխարկը գլխիս հետ ու առաջ քայլել ու կանչել «Պատրաստ»։ Մեկ էլ ախորժակս բացվում էր, և մտածում էի այնպիսի նկարիչ դառնալ, որը փողոցի ասֆալտին սպիտակ զոլեր է նկարում։ Կամ էլ մտքովս անցնում էր, որ վատ չէր լինի Ալեն Բոմբարի նման համարձակ ճանապարհորդ լինել, ու մի նավակով օվկիանոսներ կտրել անցնել, սնվելով միայն հում ձկով։ Բայց մի բան կար, իր ճանապարհորդության վերջում այդ բոմբարը 25 կիլոգրամով նիհարել էր, իսկ ես ախր ընդամենը 26 կիլոգրամ էի կշռում։ Ուրեմն ստացվում էր, որ ես նիհարելու տեղ չունեի, որովհետև ճանապարհորդության վերջում քաշս ընդամենը 1 կիլո պիտի լիներ։ Իսկ եթե հանկարծ 1-2 ձուկ պակաս բռնեի ու ավելի շատ նիհարեի, այդ դեպքում երևի օդում ծխի նման կանհետանայի ու վերջ։ Երբ այս հաշիվներն արեցի, որոշեցի այդ մտքից հրաժարվել։ Իսկ հաջորդ օրն արդեն բռնցքամարտիկ դառնալու միտքն ինձ հանգիստ չէր տալիս, որովհետև հեռուստացույցով տեսել էի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումները։ Ինչ ջարդ էին տալիս իրար, ուղղակի սարսափելի էր։ Հետո ցույց տվեցին մարզումները, որոնց ժամանակ արդեն մարզիկները հարվածներ էին հասցնում կաշվե ծանր տանձին։ Սա ասես երկարավուն ծանր գնդակ լինի, որին պետք է ամբողջ ուժով խփել, ձեռքերի հարվածի ուժը մեծացնելու համար։ Եվ ես այնպես տարվեցի այս ամենով, որ որոշեցի մեր բակի ամենաուժեղ մարդը դառնալ, որպեսզի բոլորին մի լավ ջարդ տամ, եթե հանկարծ պետք լինի։ Ես հայրիկից խնդրեցի. «Հայրիկ, ինձ համար տանձ գնիր»։ Հունվար ամիսն է, տանձ չկա, առայժմ գազարկ էր։ Ես ծիծաղեցի. «Չէ, հայրիկ, այդպիսի տանձ չեմ ուզում, իմ ուզած տանձը չեն ուտում»։ «Խնդրում եմ, ինձ համար բռնցքամարտի կաշվե տանձ գնիր»։ «Իսկ քո ինչին է պետք», հարցրեց հայրս։ «Որ մարզվեմ», պատասխանեցի ես։ «Որովհետև պետք է բռնցքամարտիկ դառնամ ու բոլորին ծեծեմ»։ «Գնիր, հա»։ «Իսկ ինչ կարժենա այդպիսի տանձը», հետաքրքրվեց հայրիկս։ «Մեծ բան չէ», ասացի ես։ «Երևի 10 կամ 50 ռուբլի»։ «Խելքդ թռցրել ես ինչ է», ասաց հայրս։ «Առանց տանձի էլ կլինի»։ Նա հագնվեց ու գնաց աշխատանքի։ Իսկ ես նրանից նեղացա, որ այդպես ծիծաղելով մերժեց ինձ։ Ուղղագրական բառերն են՝ խառնաշփոթ, ի վերջո, բռնցքամարտ։ Իմաստախոսություն։ Նպատակին հասնելու երկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից։ Նպատակներն իրենց չեն իրականանում, դրանք իրականացնել է պետք։ Բառերի գանձատուփ։ Երկարավուն նշանակում է մի քիչ երկար, ոչ շատ երկար։ Մի բառով ասա, ոչ շատ քաղցր։ Մի քիչ դառը, թեթև կանաչ։ Ոչ շատ քաղցր, քաղցրավուն, մի քիչ դառը, դառնավուն, թեթև կանաչ, կանաչավուն։ Տարվել նշանակում է պարտվել և գերվել, կախարդվել։ Բառը որ իմաստով է գործածվել, այնպես տարվեցի այս ամենով, որ որոշեցի բակի ամենաուժեղ մարդը դառնալ նախադասության մեջ։ Օգտագործվել է գերվել, կախարդվել իմաստով։ Յուրաքանչյուր շարքից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը։ Անհետանալ, չքանալ, հարվածել, խփել, ցանկանալ, երազել, սնվել, ուտել։ Գտիր ճանապարհորդ և նկարիչ բառերի ածանցները։ Ճանապարհորդ բառի ածանցը օրդն է, նկարիչ բառի ածանցը իջը։
Դրանցով երգել, մարզել, լողալ, առաքել, վարել բառերից զբաղմունք, մասնագիտություն նշանակող բառեր կազմիր։ Երգիչ, մարզիչ, լողորդ, առաքիչ, վարորդ։ Հարցերի և առաջադրանքների արգղիկ։ Տղան ինչու էր շփոթված։ Նա ինչ էր ուզում դառնալ, թվարկիր։ Տղան ինչու որոշեց բռնցքամարտիկ դառնալ։ Քո կարծիքով լավ բռնցքամարտիկը ինչ պետք է անի, հաղթի մրցակիցներին, թե բոլորին ծեծի։ Այս հարցերը կքննարկեք դասարանում։ Պատմությունների և զրույցների զամբյուղ։ Դու ինչ կուզեիր դառնալ, պատմիր։ Ծնողներիցդ նեղացել ես, պատմիր, թե ինչի համար։ Դադարի պահ։ Երբ ազատ լինես, կարդա։ Ծիծաղի և լացի մասին։ Մարդը միակ էակն է, որ իսկապես լաց է լինում։ Արտասվող կենդանիներն իրականում լաց չեն լինում։ Նրանց աչքերում հայտնված արցունքները պարզապես անհրաժեշտ են աչքերը խոնավեցնելու և մաքրելու համար։ Մարդուն նույնպես հատուկ են այդպիսի արցունքները, սակայն նա, ի տարբերություն կենդանիների, լալիս է նաև տխրությունից և ուրախությունից։ Պարզվել է, որ նորածինները սկզբում արցունքներով լաց չեն լինում և չեն ծիծաղում։ Երեխան սկսում է հուզմունքից լաց լինել ծնվելուց 5-ից 12 շաբաթ հետո։ Նա ծիծաղել սկսում է ավելի ուշ, մոտավորապես 4-ից 5 ամսական հասակում։ Հաշվել են, որ 6 տարեկան երեխան ժպտում ու ծիծաղում է օրական շուրջ 300 անգամ, և նրա ծիծաղն անհոգ ու լիաթոք է։ Ծիծաղը բուժիչ հատկություն ունի։ Ծիծաղի 5 րոպեն հավասար է հանգստի 40 րոպեների կամ անտառում կարճատև զբոսանքի։